երկար ժամանակ անկեղծ ասենք 30 այս վերջի 35 տարվա ընթացքում մեր արդյունաբերական պոտենցիալը էֆեկտիվ չի օգտագործվել։ Շատ ժամանակ օգտագործում ենք բառ, որը բնորոշում է այդ վիճակը, ոչ ժողովուրդը, ոչ պետությունը մեր հարուստ հանքերի պաշարներից չի ստացել համապատասխան իր օգտաբաժինը։ Սովետական միության ժամանակ մեկ անգամ ասել ենք, որ Հայաստանը Սովետական միության 15 հանրապետությունների մեջ ամենազարգացածներ, ամենահարուստներ կարելի ասել։ Հնայով էլ կարծեմ, չի առաջի տեղերում էր։ Այո, համախառն արտադրանքը, որը արտադրում էր, դուրս էր տալիս, եւ մեր ծախսման բյուջեի մոտավորապես հետևյալ թվերը եկեք կրկնենք, որ 1990 թվականի ստատիստիկ տվյալներով, Սովետական միության ստատիստիկ տվյալներով, որը բաց ինֆորմացիա է, Հայաստանը արտահանում էր լեռնամետալուրգիա, միկրոէլեկտրոնիկայի, ծանր արդյունաբերության եւ քիմիայի համախառն, գյուղատնտեսությունը նույնպես միասին համախառն միութենական բյուջե ներդնում էր մոտ 12-ից 15 միլիարդ դոլարի քանակ, բայց այդ ժամանակ էլի ստատիստիկ բաց տվյալներով Հայաստանի ծախսման բյուջեի ծախսման բաժինը ընդամենը 2.5 միլիարդ էր, ընդամենը 2.5, այսինքն 4-5 անգամ Հայաստանը ավելի շատ տալիս էր, քան ստանում էր միութենական բյուջեից, այսինքն մենք համարվում ենք դոնոր սովետական միության համար։ Այս ձեր խոսքի այս դրվագը պետք է ռուսերեն թարգմանել տալ եւ ներկա Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին լսեցնել տալ, որովհետեւ բարբերաբար իրենք այսպես մուննաթով են խոսում, թե մենք հոգնել ենք հայերին կերակրել։ Եկեք մենք ուշադրություն չդարձնենք խոսքերին, մենք գնանք մեր ճանապարհով։ Դա էլ պատերազմի մի տեսակ է։ Այո։ Ուրեմն, ինչով էր պայմանավորված այդ մեծ հարստությունը, մեծ հնան, որը Հայաստանը կարողանում էր արտադրել։ Իհարկե, առաջերտին մարդկային ռեսուրսով։ Մենք եւս մեկ անգամ ասենք, եւ մեր հողը աստվածատուր է եւ հայժողովուրդը նույնպես աստվածատուր է։ Մեր միտքը դարերի ընթացքում եղել է լավագույն մտածողներին է տվել, որոնք կարողացել են աշխարհի մակարդակով մտքեր արտահայտել եւ տարբեր երկրների մեջ համայնքները հայկական որտեղ մտել են այդ երկիրը սկսել է ծաղկել։ Մենք այն ժողովուրդների չենք, որոնք կան ժողովուրդներ, որոնք մտնում են այդ երկիրը, որոշ ժամանակ հետո այդ երկրից իրենց քշում են։ Իսկ հայերի խումբը, երբ որ մտնում է ինչ-որ մի պետություն, նրանք իրենց ցույց են տալիս ամենալավագույն ձևով աշխատող, ստեղծագործ, պրպտող եւ ստեղծող ժողովուրդ։ Դրա համար բոլոր երկրներում հայ ժողովուրդը համարվում է այն լավագույն մասը եւ ոչ ոք հայ ժողովրդին ոչ մի տեղից չի քշել։ Միայն պատմությունից մենք գիտենք 15 թվականին բնորանից մեր սեփական հողից են քշել եւ հաշվի առնելով երկու մեծ բարիքները, բնական պաշարները եւ մարդկային ռեսուրսը, մենք այսօր էլ այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա կարող ենք շատ արագ, շատ Կար ժամանակում կարող ենք մեծ պոտենցիալ ստեղծել, որովհետև ռեսուրսները կան, մարդկային մեր ռեսուրսը չի սպառվել, մեր բուհերը մնացել են, մեր կադրերը պատրաստվում են, կարելի ասել մի քիչ մակարդակը ընկել է, բայց վերարտադրվել դա մեծ պրոբլեմ չէ։ Մենք գտնում ենք, որ հիմնականում, որպեսզի
սովետական այս Հայաստանի Հանրապետությունը այսօրվա որպիսի արագ զարգանա, պետք է վերադարձնի իրեն հանքային ռեսուրսները։ Ինչպես գիտենք, որ մեր 1995 թվականի սահմանադրությունում գրված էր, որ Հայաստանի հանքահումքային ռեսուրսները, բնական ռեսուրսները ժողովրդի սեփականությունն են։ Ուղիղ 10 տարի հետո երկրորդ նախագահ Քոչարյանի ժամանակ սահմանադրության այդ կետը փոխվեց, դառավ նույն կետը, չգիտես ինչու նույն կետը, փոխվեց, դառավ, որ ընդերքի հարստությունը պատկանում է պետությանը, ոչ թե ժողովրդին։ Աշխարհի բոլոր երկրները, ովքեր ունեն հանքահումքային ռեսուրսներ, դրանով զբաղվում են, բոլորի սահմանադրությունում գրված է, որ բնական ռեսուրսների տերը ժողովուրդն է։ Թե ինչու 2005 թվականին փոխվեց, դառավ պետությունն է, պետությունը վերդասվեց, քան ժողովուրդը, չնայած եւ պետության եւ ամբողջ հիմքը դա ժողովուրդն է։ Ինչ որ մեկին պետք էր, որ դրանով մանիպուլյացիա աներ։ Եվ ուղիղ 10 տարի հետո 2015 թվականին երրորդ նախագահն նույն այդ կետի մեջ փոփոխություն մտցրեց, ավելացրեց, որ չնայած հանքահումքային ռեսուրսների տերը պետությունն է, բայց տրվում է կառավարության տնօրինության տակ։ Եվ միաժամանակ նոր բնական ռեսուրսների օրենք ընդունեց Սերժ Սարգսյանի ժամանակ, որ կառավարությունն էլ վերապահում է այդ իրավունքը ռեսուրսների բաշխման իրեն մասնաճյուղերին, իրեն բաժիններին, այսինքն չինովնիկներին։ Որի ժամանակ արդեն մենք տեսանք, որ այդ ժամանակ եւ երկրորդ նախագահի ժամանակ եւ երրորդ նախագահի ժամանակ բյուջե հանքարդյունաբերությունից ոչինչ չէր մտնում։ Առաջի անգամ հանքարդյունաբերությունից հանրապետության բյուջե մտավ 21 թվականին, երբ որ 20 թվականին շատ արագ այս կառավարությունը եւ նախկին նախարար Կիրոպյանին ես երկու անգամ հանդիպելուց հետո զեկուցեց վարչապետին, շատ արագ կարողացան հանքարդյունաբերությունը մտցնել հարկային դաշտ։ Շատ արագ։ Դա տևեց ընդամենը 2-3 ամսվա ընթացքում։ Այսինքն կառավարությունը հասկացավ, որ որպեսզի կարողանա սոցիալական հարցերը կարիքները հոգապետության բյուջեին փող ունենա, պիտի պարտադիր հանքարդյունաբերությունը մտցնի հարկային դաշտ։ Հետագայում մի քանի անգամ 21 թվից մինչև 25 թվի սկզբին նույնպես եւս մեկ անգամ փորձ արեց կառավարությունը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով բարձրացնել հարկի քանակը, բայց մենք գիտենք լայն լուսաբանվում էր այդ հարցը, որ ղեկավարությունը կոմբինատի ժողովրդին ոտքի բարձրացրեց եւ կառավարության հետ եկավ այն համաձայնության, որ նալոգի, հարկի բազան տոկոսային քանակով շատ չավելանա։ Այսօր ես իշքան գիտեմ, մոտավորապես հանքարդյունաբերությունից մոտ ամենաշատը 22.5% է հարկվում տարբեր ֆոնդերի, տարբեր հողային հարկի, էկոլոգիական հարկի եւ մի քանի հարկերի եւ ֆոնդերի միջոցով ընդհանուր գումարը 22.5 է, բայց անցած տարվա տվյալներով մեր հաշվետվության վարչապետի հաշվետվությունից եւ ֆինանսների մինիստրի հաշվետվությունից երևում է, որ հանքարդյունաբերության ընդամենը 7%-ն է մտնում բյուջե։ Մնացած տոկոսները կարող են մտնում են տարբեր ֆոնդերի միջոցով, ձևով։ Եվ քանի որ կա միջազգային պրակտիկա, որ հանքարդյունաբերությունով զբաղվող պետությունների
բյուջեի 40-ից 60%-ը պարտադիր հանքարդյունաբերությունից է ձևավորվում եւ բոլոր այն պետությունները, որոնք նավթ են արտահանում, այն պետությունները Ռուսաստանը, որ բնական ռեսուրսներ է արտահանում, նրանց բյուջեի 60 եւ ավելին տոկոսները հանքարդյունաբերությունից արտահանված, վաճառված, դուրս վաճառված հումքի պատճառով է, ոչ թե հումքի, այլ վերամշակած հումքի կոնցենտրատի վաճառքի հիման վրա է։ Իսկ մերը ստացվեց 7% ընդհանրապես։ Մերը բյուջե մտնում է 7%, մնացած մասը ես քանի որ ինձ համար բաց չեն ֆոնդերի տվյալները կարող են տարբեր ֆոնդերի էկոլոգիական ֆոնդ կարող է լինել հողի ռեկուլտիվացիայի ֆոնդը կարող է լինել հանքերի զարգացման ֆոնդը կարող է լինել մնացած տոկոսները կարող է գնում են այնտեղ բայց մենք գոնե պատկերացում ունենք թե մեր բյուջեի որ տոկոսն է ձևավորում հանքարդյունաբերությունից 7%-ը հասկացա վերջ բյուջե ուղիղ մտնում է 7%-ը մնացածը արտաբյուջետային հասկացա հարկեր են բայց էլի իօքուտ ժողովրդին եւ պետությանն են աշխատում բայց համաձայն միջազգային օրենքի այդ տոկոսը ոչ թե պիտի լինի 20-22.5 այլ պիտի լինի մինիմում 50% եւ այդ փորձը անցած տարվա հաջողությունով չավարտվեց ես կառաջարկեի այսօր արդեն գիտեք անցել են ընտրությունները կառավարությունը կձևավորվի կաշխատեն անկախ նրանից հին կառավարությունն է, նոր կառավարությունն է, նոր ստրատեգիական տնտեսական ծրագիր կմշակեն, թե հնով կաշխատեն, առանց հանքարդյունաբերություն այս բյուջե մտնելու տոկոսը բարձրացնելու մենք զարգացում դժվար թե ունենանք եւ հիմնական ինչ անել հարցին ես կպատասխանեմ հետեւյալ ձևով, որպեսզի հանքարդյունաբերությունը զարգանա եւ մեծ գումարներ մտնի բյուջե Արչերտին սահմանադրության այդ կետը որ հանքերի տերը ժողովուրդն է պիտի վերականգնվի սահմանադրության մեջ այդ արշավի ժամանակ այդ թեզը ուղիղ չասվեց բայց որոշ կուսակցություններ այդ մասին խոսում էին որ պիտի զարգացնենք եւ չեն կարող զարգացնել եթե այս կետը չլինի որովհետեւ եթե չլինի ժողովրդական վերահսկողություն ժողովրդի վերահսկողություն եւ ժողովուրդը վստահ չզգա որ ինքը այս հողի վրա ինքը տեր է դա լավ արդյունքի չի բերի ուրեմն առաջին կետը ես կասեի որ պիտի սահմանադրության մեջ վերադարձնել հանքերի տերը, անդերքի տերը ժողովուրդն է։ Այսինքն սա առանցքային հարց է։ Ուրիշ կերպ չի կարող ոչ կառավարությունը, ոչ ժողովուրդը վերահսկել, այդպես ասած թալանին այսօրվա անդերքի չեն կարող։ Պիտի այդ որոշումը լինի սահմանադրական։ Այդ արգելքը պիտի լինի սահմանադրական, որից հետո պիտի այլ օրենքներ աշխատեն։ Երկրորդը ամբողջ հանքարդյունաբերությունով զբաղվող պետությունները եւ կառավարությունները աշխատում են դեռ սովետական միության փլուզման հենց առաջին օրերից բոլոր այս անկախացած պետությունները ովքեր նավթով բնական ռեսուրսներով արտահանումով էին զբաղվում ընդունեցին համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքը ընդունեցին որպես օրենք բայց մինչև այսօր մեր հանրապետությունը չի ընդունել այդ օրենքը ես ինքս մի քանի անգամ այդ հարցը բարձրացրել եմ բայց չկա դեռ ինձ էլի այս ընտրարշավի ժամանակ մի քանի կուսակցություններ խոսում էին ղեկավարներ այդ մասին բայց այն կուսակցությունները որ խոսում էին չեն անցել բայց ասվել է ինձ թվում է նոր կառավարությունը ուշադրություն կդարձնի այս կետին, որովհետև էլի առանց անդերքից մեծ գումարները ստանալու զարգացման մասին խոսել հնարավոր չէ։ Իսկ դրա մեխանիզմը ո՞րն է։ Մեխանիզմը հետևյալն է դրա։ Այս համաշխարհային օրենքը հավաքվել եւ ընտրել են համաձայնվել են
բոլոր միջազգային հանքարդյունաբերությունով զբաղվող խոշոր կորպորացիաները, խոշոր մոնոպոլիստները, որպեսզի վիճաբանություններ եւ տարաձայնություններ չլինի, ընդունել են մեկ օրենք, թե ինչպես ինչ մասնաբաժիններով պետք է աշխատեն եւ ստանան այն երկրի ժողովուրդը, որտեղից ումքը կամ հանքարդյունաբերությունը հանում են եւ ինչքան եկամուտ պիտի ստանա այդ կորպորացիան, որը զբաղվում է դրանով։ Այսինքն փաստացի չզարգացած պետությունների նաև շահերի պաշտպանման քայլ է։ Միանշանակը ճիշտ է, հենց դրա համար է, որը հաստատված է նաև միջազգային բոլոր ատյանների հետ այդ օրենքը։ Եվ այսօր դա գործող միջազգային օրենք է համարվում։ Որը պետք է մեր վրա էլ տարածվեր, որովհետև մենք նոր ասացի համարյա թե ռեանիմացիայի process-ի մեջ գտնվող պետություն ենք։ Այո, մեր վրա կտարածվի այն ժամանակ, եթե մենք համաձայնվենք դա վերցնել այդ օրենքը։ Իսկ մենք չենք վերցնում այդ օրենքը, չենք մտնում այդ օրենքի դաշտ։ Դե կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որովհետեւ ես ինչքան գիտեմ, այսօր հանքարդյունաբերությունով համայնա հայկական կազմակերպությունները չեն զբաղվում։ Զբաղվում են դրսի կազմակերպություններ, որոնց ձեռ չի տալի, որպեսզի ստացվում է դրսի կազմակերպությունները, եթե կարող են թելադրել կամք, ուրեմն նրանք վերահսկողությունից դուրս են մեր պետության։ Դուք կարող եմ այդպես ասել։ Ճիշտ եք։ Ճիշտ եք։ Այսինքն սրանից հետևող բազում թե բնապահպանական, թե տնտեսական սպառնալիքներով։ Այո, որոնք այդ բոլոր օրենքները անտեսվում են։ Այո։ Եվ ոչ տեղի ժողովուրդը, համայնքի ժողովուրդը, որտեղ հանքն է գտնվում, չի կարողանում միջոցներ չունի էկոլոգիական հարցերը լուծի, այդ կորպորացիաները գումարներ, մեծ գումարներ պիտի դնեն, սովորաբար էկոլոգիական հարցերը լուծելու համար մեծ ծախսեր է անհրաժեշտ, նրանք այդ քանի որ հսկողության տակ չի գտնվում, ինչքան արժեք է հանվում եւ դրա քանի տոկոսը պիտի ներդրվի այդ տարածքում եւ բյուջե հանրապետական պետք է մտնի, այդ հսկողությունը չկա եւ ամեն ինչ կամայականության հետ է կապված։ Դա գալիս է նրանից, որ չկա ժողովրդական հսկողություն, սահմանադրության մեջ չի գրված, որ ժողովուրդն է այդ ռեսուրսների տերը։ Երրորդ կետը, որ ես կառաջարկեի, որպեսզի մեր հանրապետությունը ունենա մեծ գումարներ բյուջեում, պարտադիր պետք է որ մցվի հանքանյութի արտահանելու արգելքի օրենքը։ Ինչ է դա նշանակում։ Նորից բերեմ օրինակ, երբ որ 1998 թվականին, երբ որ Ռուսաստանում դեֆոլտ էր սկսում, փող չկար, գումար չկար, ամբողջ ռեսուրսները դուրս էին գնում, այնպես ինչպես Հայաստանում այսօր, եւ հսկողություն չկար, արտահանող հիմնականում արտասահմանյան կազմակերպություններին, որոնք փակ ձեռնարկություններ էին, գրանցված էին օֆշորային կազմակերպություններում, ոչ մի հսկողություն չկար։ Այդ ժամանակ արդեն դեֆոլտից բրկելու համար մեկ օրվա ընթացքում այդ ժամանակվա պրեզիդենտ Ելցինը հրաման արձակեց, արգելվում է Ռուսաստանից դուրս անել չմշակված ումքը։ Ահա, իհարկե պես աղմուկ բարձրացավ, բոլորը սկսեցին բողոքել, բայց ուրիշ տարբերակ չուներ իշխանությունը, որպեսզի բոլորն էլ գիտեին, այդ ժամանակ դեմոկրատների իշխանություններ, կառավարությունում Չուբայսներ, Նեմցովներ, բոլոր դեմոկրատները, որոնք գայդարներ, որոնք եկել էին, բայց չէին կարողանում ղեկավարել պետությունը առանց այդ դրա համար մեկ որոշումով իրեն կարողացան կանգնեցնել, այսպես ասած, չհսկվող թալանը։ Այո։ Չհսկվող թալանը։ Եվ այդ որոշման հիման վրա որոշումը հետևյալն է, արգելվում է եւ թույլատրվում է, որպեսզի ով ուզում է արտահանել, գալիս է կառավարություն, ներկայացնում է իրեն փաստաթղթերը,
ամեն ինչ պետք է լինի բարձ թղթերով, ցույց է տալի, թե ինչքան հանքանյութ է անում, այդ հանքանյութի մեջ ինչքան բաղադրություն կա, ինչքան արժեք կա, քանի էլեմենտի համար է վճարել, քանի էլեմենտը ուղղակի որպես հարակից էլեմենտներ ուղղակի թալանվում է, եւ այդ գումարը եւ այդ կոմիսիան ամբողջ գումարից հաշվում է իրեն բաժինի ինչքանն է, այդ գումարը մուծվում է պետական բյուջե, Այո, հետո նոր արտահանվում է։ Եվ այդ որոշումը հրամանագիր է եղավ 98 թվականի մայիսի 7-ին, պատկերացրեք, տարվա վերջին դեկտեմբեր ամսին արդեն բյուջեում Ռուսաստանի այնքան գումար կար, որ նախկին 3-4 տարվա թոշակները մուծեցին, սոցիալական հարցերը փակեցին եւ այլն, եւ արդեն կառավարությունը ռեգիոններին, մարզերին սկսեց բաժնամասին փողերը զարգացման համար փողեր տրամադրել, որպեսզի տեղերում նույնպես զարգացում լիներ։ Այսինքն այս երեք կետը պարտադիր են նաև մեր հանրապետության համար։ Ես գիտեմ, կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, բայց այն ձևով չի ստացվում, ես հույս եմ հայտնում, ուզում եմ հավատալ, որ արդեն այս ընտրություններից հետո ավելի, այսպես խիզախորեն իշխանությունը այս հարցերով կզբաղվի, որտեղ ինքն էլ ուրիշ ճար չունի, աղբյուրներ բյուջեն լրացնելու չկա։